Քույր եղբայրներ, եթե ուշադրություն եք դարձրել, ես մի քանի կիրակիներ դեռ գործ կառաքելոց առաջի գլուխն եք սերտում, խոսում ու քարոզում։ Այնքան պատգամը գործ կառաքելոցի մեջ շատ բաներ է կատարվում Քրիստոսի այդ 40 օրերը, որ նա երկրի վրա շրջել է, ամեն, նա մեռելներից հարություն առավ եւ 40 օր իր աշակերտների հետ էր երկրի վրա, 500-ից ավել աշակերտների երևաց, առաքյալներին երևաց եւ վերջապես մենք այսօր կարդալու ենք, որ նա համբարձվում է երկինք։ Անցյալ կիրակի մենք խոսացինք, նախանցյալ կիրակին մենք խոսացինք համբարձման մասին մի փոքր եւ այն զորությունը, որ Տերը պետք է տա եւ այսպես գնում ենք դեպի Պենտեկոստեի կիրակին։ Այսօր ես խոսալու եմ մի կարևոր թեմայի շուրջ, որ հենց գործ կառաքելոց առաջի գլխի մեջ մենք կարդում ենք հափշտակության մասին, ամեն, ճիշտ է, Քրիստոսը համբարձվեց երկինք, ասում է, բայց նա ամպերի մեջ վերացավ, ամեն, հափշտակությունը դա շատ կարևոր ուսմունք է ու մեր եկեղեցու վարդապետության հավատամքների մեջ ուսմունքներից մեկը հենց դա է հափշտակությունը, ամեն, որ մենք կուզենք, որ մեր եկեղեցին rapture, որ ոնց ենք ասում, որ եկեղեցին պետք է հափշտակվի, ամեն, այդ թեմայի շուրջ եմ խոսալու, սիրելներ, կխոսամ տարբեր թեմաներ, որ ինչ տարբեր կարծիքներ կա հափշտակության մասին։ Պողոս առաքյալը ասում է, որ դա եկեղեցու երանելի հույսն է, հալելույա, մենք մեր հույսը չենք գցում երկրավոր բաների վրա, տեսեք, բաներ կա, որ երկրի վրա ստանում ենք, նորից էլի կորցնում ենք, գումար կլինի, հարստություն, ինչ ուզում է լինի, բայց առաքյալը ասում է, ես իմ հույսի խարիսխը գցել եմ երկինք եւ հույսը ամոթով չի թողում։ Եվ հետո Տիտոսին ուղում է նամակը եւ ասում է, որ հափշտակությունը դա եկեղեցու երանելի հույսն է, այդ համարներն եմ կարդալու, հալելույա։ Գործ կառաքելոց առաջի գլուխ 9-ից 11 համարներ այսպես ասում. Եվ ասելուց հետո մինչ նրանք նայում էին Հիսուսին, Հիսուսը վեր բարձրացավ եւ ամպը նրան ծածկեց նրանց աչքերից։ Եվ մինչ նրանք իրենց հայացքը սևեռել էին դեպի երկինք եւ Հիսուսի գնալուն էին նայում, ասպիտակ զգեստներով երկու մարդ երևացին, ոչ թե երկու հրեշտակներ, երկու մարդ։ Ես հավատում եմ այս երկու մարդիկ այն վկաներն են լինելու, որ հայտնության գրքի մեջ ասում այն երկու ձիթենիների մասին, ամեն, երկու մարդ երևացին եւ նրանց ասացին, ով գալիլեացիներ, ինչ եք կանգնել ու երկինք նայում, այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, նույն կերպել պիտի գա, այսօր պատգամի վերնագիրը սա է, հափշտակությունը նույն կերպել պիտի գա, ամեն, այս խոսքը մեր հոգու մեջ առնենք, նույն կերպել Հիսուսը պիտի գա, ինչպես որ նրան տեսակ երկինք գնալուց, հալելույա, ես հիշում եմ, որ նոր էի ապաշխարել հոգեգալստական եկեղեցին, 50-ական եկեղեցին այս երգն էր երգում, Տեր Հիսուս գնաց երկինքը, հիշում եք, Տեր Հիսուս գնաց երկինքը, ամպերով նա շուտ պիտի վերադառնա, ամպերով նա պիտի գա, ամպերով նա պիտի գա, ամպերով նա շուտ պիտի վերադառնա, ինչ գեղեցիկ երգ է։ Ու սա եղել է հենց եկեղեցու դավանանքը, քույր եղբայրներ, նա ամպերով պետք է վերադառնա, հալելույա, ուրախ եք, սա եկեղեցու երանելի հույսն է, սիրելիս, կապ չունի կյանքիդ մեջ ինչ է կատարվում, ինչ խնդիրներ, բարդություններ ունես, Տերը գալիս է շուտով, հալելույա, Տերը գալիս է իր փառավոր եկեղեցու հետևից, հալելույա, Մատթեոս 24-ի մեջ մեր Տերը հիշացրեց իր գալստյան մասին եւ ասեց, բայց սա իմացեք, որ եթե տան Տերն իմանար, այսինքն մենք եթե իմանայինք ժամն ու րոպեն երբ է գալու, որ չգիտենք։ Իմիջայլոց այս համարները, որ կարդացի գործ կառաքելոց 1-ի մեջ, անդադ առաքյալները Հիսուսին ստիպում էին, երբ ես գալու, ժամը ասա, Հիսուս ասեց, ժամերն ու րոպեները ձեզ չեն տրված, ես գալու եմ այն ժամանակ, երբ որ Հայրը ինձ ուղարկի, ամեն, եւ այստեղ ասում է, բայց եթե ասում է իմացեք, որ եթե տան Տերն իմանար, թե գողը որ պահին է գալու, արթուն կմնար ու թույլ չէր տա, որ իր տուն սողսկեր։ Դրա համար դուք էլ
պատրաստ եղեք, որովհետև մարդու որդին կգա այն ժամին, երբ դուք չեք սպասի, սիրելներս։ Հալելույա։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5:2 ասում է Պողոս առաքյալը, որովհետև դուք ինքներդ հաստատ գիտեք։ Չգիտեմ, հաստատ գիտեք, թե չէ։ Ասում է, որ Տիրոջ գալը լինելու է ինչպես գողը գիշերով։ Այսինքն նա գալու է շատ ծածուկ։ Ամեն, որ ոչ մեկ չի սպասում, սիրելներս։ Հիմա հարցը կայանում է սրանում, նայեք, Տիրոջ երկրորդ գալուստը կախված է երկու տարբեր ժամանակների մեջ։ Երկրորդ գալուստը, երբ որ Քրիստոսը գա երկիր իր ոտքը դնի երկրի վրա, սիրելի քույր եղբայրներ, դա լինելու է Տիրոջ երկրորդ գալուստը, ամեն աչք տեսնելու է նրան, ամեն աչք, բոլորը տեսնելու են, նա երկրի վրա է լինելու, հափշտակությունը լինելու է իր գալուստից առաջ, այ հափշտակությունն է, որ ոչ մեկ չգիտի, երբ է եկեղեցին հափշտակվելու, որ ժամին, որ րոպեին, երբ կգա, որ վայրկյանին Տերը կգա, ամեն, բայց վստահ եմ ասում, հափշտակությունից հետո քույրս եղբայրս, ուղղակի Տերը չանի մեկը մնա երկրի վրա, կարող եք երկրի վրա 7 տարի հաշվել, մեկ ամիս անցավ, 2, 1 տարի, երկրորդ տարի, 7-րդ տարին Տերը իր ոտքը դնելու է երկրի վրա, ուղղակի չեմ ուզի շատ դրա մասին այսօր խոսամ, այսօր խոսում եմ, որ Տիրոջ երկրորդ գալուստից առաջ լինելու է հափշտակությունը, ամեն քույր եղբայրներս, եւ հետո հիմա կասեմ, խիա Տերը գալու իր գալուստից առաջ իր եկեղեցին վերցնի, որովհետև երկրի վրա բաներ կան, որ պետք է կատարվեն, եւ Տերը գալու է իր հարս եկեղեցին վերցնի երկրի վրայից այդ պատճառով։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Ամենակարևոր հարցը նա է, որ պետք է տանք, թե արդյոք սպասում ենք Հիսուսին։ Ինչքան ենք սպասում Քրիստոսի, ասենք երկրորդ գալստյանը հափշտակություն, ինչքան ենք սպասում, որ ամեն վարքյան մեր Տերը պետք է գա, քույրս եղբայրս, սպասում եք։ Հալելույա։ Տեսեք, հայտնության գիրքը վերջանում է, Աստվածաշունչը իր վերջի էջը փակում է այսպես ասելով. Հոգին ու հարսն ասում են արի։ Սա պետք է ամեն օր մեր աղոթքը լինի։ Հոգին, Սուրբ Հոգին մեր ներսից աղերսում է Հայր ուղարկիր, Աբա ուղարկիր Հիսուսին։ Եվ մենք աղերսում ենք Տեր արի, հալելույա, փառքեր Հիսուսին։ Եվ խոսքը շարունակում ասում է այս բաները վկայողն ասում է այո ես շուտով պիտի գամ ամեն արի Տեր Հիսուս։ Եվ Աստվածաշունչը իր թերթը փակում է ամեն։ Եկեղեցին պետք է սպասի Քրիստոսի հայտնվելուն։ Հափշտակությունը դա է, որ մենք սպասում ենք Քրիստոսի հայտնվելուն, սիրելի քույր եղբայրներ։ Հափշտակությունը մեր երանելի հույսն է, եկեղեցի։ Այ հույսը դա է, որ խոսում ենք մենք հույսի մասին, հույսը երբեք պետք է չկապակցենք նյութական բաների հետ, որտեղ էլի եմ ասում, նյութական բաները գալիս են ու անցնում են, բայց հույսը կապված է միշտ երկնքի հետ, ամեն, հավատքը կապված է հիմա երկրի վրա, հավատքը պետք է այս պահին հավատաս, այս պահին պետք է ստանաս, խոստումները կապված են հավատքի հետ, բայց հույսը մեզ ասում է միշտ Տերը գալիս է, Տիրոջ փառավոր գալուստը մեր առջևում է, սիրելի եկեղեցի, ամեն, հալելույա։ Տիտոսի նամակի մեջ այսպես ասում Պողոս առաքյալը երիտասարդ Տիտոսին, 2-րդ գլուխ 11 խոսքից, ասում է խոհեմությամբ, արդարությամբ ու աստվածապաշտությամբ ապրեք այս աշխարհում, սպասելով այն երանելի հույսին եւ մեծ Աստծո ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը։ Տեսեք, ամեն վարքյան ասում է սպասեք նրա փառքի հայտնությանը, սիրելի քույր եղբայրներ։ Լսեք, հափշտակությունը դա խոստումն է Տիրոջ։ Տերը արդեն խոստացել էր, որ պետք է ես գամ, պետք է հայտնվեմ ու իմ եկեղեցին պետք է երկրի վրայից վերցնեմ, նախքան երկրի վրա գալիք այն սարսափելի 7 տարիները, որ պետք է լինեն, սիրելի քույր եղբայրներ, ամեն։ Տեսեք, իր Հովանես ավետարանի մեջ Հիսուսը պարզ ասում է ինչ անելու, խոստումը սա է, իմ եւ քո համար, սիրելի քույրս եղբայրս։ Չգիտեմ, խի եկեղեցին միշտ ստրեսի մեջ հանգնում, որ լսում ենք երկրորդ գալուստը, երկրորդ գալստյան մասին, բան, ասում ենք, այսօր վստահ ես քո փրկության համար, այդքան բան։ Ինչ ոնց փրկվեցինք, մեր գործերով, մեր հայրենավանդ սովորություններով չէ,
Մենք փրկվեցին Քրիստոսի թափած այրան գնով։ Հալելույա։ Եվ այդպես էլ նույնն էլ հափշտակությունն է։ Հափշտակության համար մենք ավել բան չենք անելու։ Տերը գալու է արդեն իր փրկածին վերցնի երկրի վրայից։ Ամեն։ Հալելույա։ Եվ ասում է Հովանես 14-ի մեջ պարզ խոստումը սա է. Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու, Հիսուսն ասաց։ Եվ եթե ես գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ եւ ձեզ ինձ մոտ կառնեմ, որպեսզի որտեղ ես եմ դուք էլ այնտեղ լինեք։ Հալելույա, մենք այնտեղ ենք լինելու Հիսուսի հետ։ Գիտեք, հրյաների սովորության մեջ շատ հետաքրքիր էր։ Մեր հայերի սովորության մեջ էլ նույնն է։ Առաջինը լինում է նշան դրեք։ Խոստումը մատանին դնում են եւ ասում են խոսքապ ենք արդեն արել։ Ամեն։ Հրյաները մի այլ բան են անում։ Այդ մատանի խոսքապը դնելու ժամանակ նրանք գառան արյունն են թափում եւ երկու ծնողները երկու կողմի այդ գառան արյան մեջով անցնում են, որ երկուսիցս ոչ մեկ այս ուխտը չի կարա կոտրի։ Ամեն։ Այսինքն այն խոսքը, որ կա այս երկու երիտասարդները պետք է ամուսնանան, դա արդեն նշան դրեկներ։ Բայց տղան գնում այդտեղից մի տուն պատրաստելու եւ երբ որ երկրորդ գալուստը ասում ենք Հիսուսի, երբ որ հրյաների հարսանիքը լինում, շատ անսպասելի է լինում։ Նրանք չեն բերում հրավիրատոմսեր տալիս, ասում, այսինչ ժամին, այսինչ օրը, այսինչ տեղը։ Անսպասելի ձևով փեսան գալիս է ու հայտնվում է։ Հրյաների սովորության մեջ։ Այսինքն հարսը պետք է ամեն վարքյան պատրաստ լինի, ամեն։ Երբ որ նա նշանվել է, արդեն նա պատկանում է իրան, սիրելի քույրս, եղբայրս։ Եվ այսպես էլ մեր Տերը արդեն ինչ ասում, Եփեսացիների մեջ խոսք ասում է, որ նա մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու կնիքը դրեց։ Ամենալավ պրոբը մատանին, որ ասում են, չգիտեմ, 18 կարատ, չգիտեմ ինչ ուզում եք ասեք, Տերը 24 կարատ է դրել մեր սրտերի մեջ։ Չգիտեմ, դրանից ավելի մեծ բան մենք պետք է սպասենք։ Ամեն։ Ամեն վարքյան, որ մեր Տերը հայտնվելու է, սիրելի քույրս, եղբայրս։ Եվ ասում ենք, պատճառը որն է, որ պետք է հայտնվի։ Դե թող երկրորդ գալստյան ժամանակ հափշտակությունը չլինի, ինչպես որ մնացածները կսպասենք, Տերը կգա երկիր եւ երկիրը կժառանգենք հազարամյա թագավորություն նման բաներ, սիրելիներ, լսեք։ Պողոս առաքյալը ասում է, որ հափշտակությունից անմիջապես հետո երկրի վրա լինելու է 7 տարվա բարկության տարիներ։ Իհարկե շատերը ասում են, որ այս յոթնակը, այս վերջի յոթնակը առաջի կեսը յոթնակի դեռ ները գալիս է, չեմ ուզում սրա մասին դեռ հիմա շատ մանրանամ, յոթնակի կեսից է գալու ամենամեծ փորձության տարիները։ Թե հիմա սկզբից է, թե վերջից է, վերջի այդ 7 տարին աշխարհի վրա, որ պետք է մնա ամեն բան, սիրելի քույր եղբայրներս, խոսքը սա է ասում։ Առաջի Թեսաղոնիկեցիների 5:9 մեջ, որովհետև Աստված մեզ չդրավ բարկության համար, ամեն։ Աստված մեզ չի դրել երկրի վրա բարկության համար, այլ փրկությունը ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Եթե ոմանք ասում են, ես չեմ հավատում, որ պետք է հափշտակությունը լինի, ես չեմ էլ կարում հասկանամ, Տերը արդյոք մեզ եկեղեցին դրել է երկրի վրա բարկության համար։ Միթե մեզանից, սիրելի քույր եղբայրներս, որ մեկը իր զավակին, իր երեխուն բարկության մեջ կթողի, եթե կարա այդ բարկությունից, այդ գալիք ահեղից փրկի։ Ամեն։ Տեսեք, Տիրոջ խոսքը սա է ասում, եւ շարունակում է խոսքը եւ ասում է հայտնության մեջ, Թեսաղոնիկեցիների առաջի 1:10 մեջ, եւ սպասեք նրա որդուն երկնքից։ Հալելույա, որին հարություն տվավ մեռելների միջից Հիսուսին, որ փրկում է մեզ գալու բարկությունից։ Հալելույա։ Ուրեմն երկրի վրա գալու են մեծ ահեղ բարկության սարսափելի դատաստանի օրեր, որ Տերը իր բարկության գավաթը թափելու է երկրի վրա եւ դատելու է ազգերը։ Բայց Տերը նախքան դա անել է, շնորհի Աստվածը իր եկեղեցին վերցնելու է երկրի վրայից։ Ամեն։ Նա փրկում է մեզ գալիք բարկությունից։ Սա է ասում Պողոս առաքյալը։ Հայտնություն 3:10 մեջ շարունակում է եւ ասում է, որովհետեւ իմ համբերության խոսքը պահեցիր, սա մեզ ասում, ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամից, որ գալու է աշխարհի վրա, որ փորձի երկրի վրայի բոլոր բնակիչներին։
Ուրեմն երկրի վրա գալու է փորձության մեծ օրեր, բայց Տերը իմ եւ քո համար եկեղեցի։ Սրա համար եմ ասում, եկեղեցին խիա կարևոր երկրի վրա։ Շատերը ասում են եկեղեցին, դե եկեղեցին է, էլի, եկեղեցին։ Քրիստոսի մարմինն է, Աստծո տունն է, Աստծո ներկայության վայրն է։ Երբ որ Քրիստոսը գա, նա չի գալու անհատի Արմենի հետևից։ Նա գալու է իր հարսի հետևից, իր հարս եկեղեցին երկրի վրայից վերցնի, ամեն։ Սիրելի քույր եղբայրներս, հալելույա։ Քրիստոնեական դինոմինացիաների, նայեք, Քրիստոս շատ քրիստոնյաների մեջ, սիրելի քույր եղբայրներս, մեծ մասը քրիստոնեության, մեծ մասը չի ընդունում հափշտակության վարդապետությունը ուսմունքը։ Մեծ մասը չի ընդունում։ Այսինքն այդպիսի բան չկա։ Օրինակ Հռոմի կաթոլիկ եկեղեցին այսպես է ասում, որ հափշտակություն գոյություն չունի։ Եկեղեցին ինքը գնալով ավելի աճելու է, ավելի մինչև որ ամբողջ զանգվածքը վերցնի, ամբողջ աշխարհի ամբողջը լինեն քրիստոնյա, ամեն։ Այս ուսմունքի մեջ շատերը որ ասում են հափշտակություն չի լինելու, ամենամեծ վտանգավոր բանը սա է, սիրելիներս։ Եթե հափշտակություն չի լինելու, ուրեմն Աստված իր եկեղեցին թողում այս համարները ես կարդացի բարկության համար երկրի վրա իր զավակներին, ամեն, այսպես կարանք ասենք, եթե չի լինելու։ Եթե հափշտակությունը չի լինելու, սիրելի քույր եղբայրներ, մենք պետք է մնանք երկրի վրա, ամեն, եկեղեցին, ինչպես որ շատերն են ասում, եկեղեցին պետք է այդ նեղության, սարսափի, այդ դժվարության մեջով անցնի, ու նոր Տերը պետք է գա, եւ ասում եք իսկ Իսրայելի հետ ինչ պետք է կատարվի։ Այդ ուսմունքը ովքեր որ ասում են հափշտակությունը չի լինելու, մեկ հարց տվեք։ Ասեք հավատում ես որ Իսրայելը խոստում ունի, որ Աստված պետք է Իսրայելին վերադառնա, Իսրայելը պետք է ապաշխարի որպես ազգ, այդ մնացորդը իր կյանքը պետք է տա ասում։ Հիշեք Հիսուսի փրկի խոսքերը, որ Տերը ասեց առաջինը հրեային եւ հետո մեզ, ամեն, սիրելի քույր եղբայրներս։ Եվ հիմա տեսնում եք, հափշտակությունը չի լինելու կաթոլիկ եկեղեցին աշխարհի 1.5 միլիարդից ավել անդամներ կաթոլիկ եկեղեցին, որ այս հույսը չունեն իրենց մեջ, սիրելիներս։ Մեր սիրելի առաքելական եկեղեցին հափշտակության ուսմունքը չի ընդունում։ Իսրայելը որպես երկիր ու խոստում չի ընդունված։ Իսկ ասում ենք Իսրայելի մասին ինչ խոստում կա, ասում են Իսրայելին փոխարինել է եկեղեցին։ Այսինքն հիմա եկեղեցին Իսրայելն է, ամեն։ Այստեղ է լիքը խոր ուսմունքներ կա, որ պետք է այդ հիմա դրա մասին խոսամ, բայց առողջ վարդապետությունն ու ուսմունքը եկեղեցին որ ունի, որ մենք դավանում ենք սիրելի քույր եղբայրներս, որ հափշտակությունը լինելու է այդ ահեղ, ահավոր բարկության օրերը լինելուց առաջ։ Տերը գալու է իր եկեղեցին վերցնի երկրի վրայից, ամեն, ու նոր սկսելու է մյուս այդ կետը, որ պետք է լինի։ Եվ մա ասում ենք ովքեր են հափշտակվելու, սիրելի քույր եղբայրներ, լավ հարց է, չէ, երևի կուզենանք ասենք, ովքեր են հափշտակվելու, գնալու երկինք Քրիստոսի հետ։ Առաջի Թեսաղոնիկեցիս 4:12, 4-րդ գլուխ 12-ից 18 խոսքերի մեջ այսպես ասում. Չենք ուզում, Պողոս առաքյալն ասում, եղբայրներ քույրեր, որ անգետ լինեք ննջեցյալների վերաբերյալ, որ չտրտմեք ինչպես ուրիշները, որոնք հույս չունեն, որովհետև եթե հավատում եք, տեսեք խոսքը եթե հավատում եք, Քրիստոս մեռավ եւ հարություն առավ, այնպես էլ Աստված Հիսուսով ննջեցյալներին կբերի նրա հետ։ Ամեն։ Լսեք, ամեն մի քույր եղբայրս, ձեր հարազատները ովքեր ննջել են, ասում եք կբերի նրանց հետ։ Այսպիսի միտեղ չկա, որ նրանք միտեղ փակված են, պահված են, ինչ որ մի հատ առանձնացած տեղ են, մինչև որ Տերը պիտի գա իրանց բարձրացնի, տես բան չկա, արդեն նրանք Աստծո ներկայության մեջ են երկնքում, ուրախ եք։ Սա պետք է արդեն հույս բերի մեր սրտերի մեջ, հալելույա։ Ասում է, նա գալու է ննջեցյալների հետ, սիրելիներս, բայց եթե հավատում եք, հալելույա, հավատում եմ ես, հավատում եք, որ Տերը մեռելներից հարություն առել, այդքան բան, մնացածը մի մտածեք, սիրելիներս, նրանք ովքեր հավատում են Քրիստոսին, մեռել է, մեռելներից հարություն առել,
հափշտակությունը ձեր դուք միակնթարթում փոխվելու եք, այսպես է հիմա խոսքը ասում, որովհետև Տիրոջ խոսքով ձեզ սա ենք ասում, թե մեզանից նրանք, որ կենդանի են, մեր մասին է խոսում, ու մնան մինչև Տիրոջ գալուստը, ննջեցյալներից առաջ չենք անցնելու, ամեն, որովհետև Տերն ինքը, շատ կարևոր է, 3 բան այստեղ կատարվում, որովհետև Տերը ինքը հրամայական գոչումով, ուրեմն Տերը ամպերով գալու է եւ իր ձայնով, հրամայական ձայնով, հալելույա, նա իր ավետարանի մեջ ասեց Տերը, որ իմ գառները իմ ձայնը լսում են, լսեք, ովքեր որ Տիրոջ ձայնը լսում են, այդ ձայնը չեն կարող ուղղակի չլսեն, հրամայական գոչումով, ձայնով, հրեշտակների փողով, Աստծո փողով կիջնի երկնքից եւ նախ Քրիստոսով մեռելները հարություն պիտի առնեն, հետո մենք, եթե ողջ մնանք, նրա հետ պետք է հափշտակվենք ամպերով օդի մեջ Տիրոջը դիմավորելու։ Եվ այսպես հավիտյան Տիրոջ հետ պիտի լինենք, ուրեմն մխիթարեցեք միմյանց այս խոսքերով։ Սա բարդ բան չի հասկանալը։ Երևի բարդ բան է հավատալ այս խոսքերին, սիրելիներս։ Ամեն։ Նայ, եթե ես կասկածեմ այս խոսքերի վրա, մի բա այս հարցը տամ, հավատում եք, որ երկրի վրայից պետք է հափշտակվեք։ Եթե սա դժվար է հավատալը, մի երկրորդ հարցը, հավատում եք, որ առաքյալների աչքերի առաջ Քրիստոսը ասում է երկինք վերացավ, բարձրացավ ամպերով վերացավ։ Եթե երկրորդը մենք մեր հափշտակության վրա կասկած ունենք, ուրեմն մենք պետք է ասենք Տեր, եթե այդ է կասկածում ենք, միգուցե ես կասկածում եմ քո հարության, քո մեռնելի, քո դատարկ գերեզմանի, քո հափշտակության, հասկանում եք։ Եվ այսպես խորանում է խոսքը։ Ամեն, հալելույա։ Այն ինչ որ Քրիստոսի կյանքի մեջ եղավ, հատ ամեն բան պետք է կատարվի իմ ու քո կյանքի մեջ։ Սիրելիս, հալելույա, փառքեր Հիսուսին։ 7 տարբեր հափշտակության մասին խոսում է Աստվածաշունչը, որ մարդիկ երկրի վրայից վերացել են։ 7 տարբեր համարներ եմ հիմա ասելու, 7 տարբեր համարներ, ամեն։ Իմիջայլոց ասեմ, հափշտակություն բառը կոչվում է հարփազո։ Հարփազո բառը կոչվում է բռնագրավել, ուժով վերցնել ու հեռացնել։ Ամեն։ Երբ որ Տերը գա երկնքից, դա է անելու։ Նա գալու է ուժով վերցնի իր եկեղեցին ու տանի երկինք, հալելույա, փառքեր Հիսուսին։ Ամենառաջի հափշտակության մասին մենք կարդում ենք Ծննդոց 5-րդ գլուխը, որ Ենովք ասում է, հավատքով քայլեց ու ասում է, Աստված նրան վերցրեց, հափշտակվեց։ Սա իրական բան եմ ասում, սիրելիներս, Աստծո խոսքն է ասում, ամեն։ Եղիան ասում է, հափշտակվեց, Եղիսեի աչքերի առաջ, երկնքից մի կառք իջավ, իմիջայլոց ասեմ, երկնքում կենդանիներ են լինելու, ամեն։ Ասում է ձիերի կառքը, ասում է իջան, չեմ կարա բացատրել։ Այն ինչ որ երկրի վրա Տերը արել է, դրանից ավելի լավն ու ամենաընտիրը պատրաստել է երկնքում։ Հալելույա։ Հիշեք, որ Տերը ինչ ասեց, որ երկիրը երկնքի շուքն է։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Եղիան վերացավ, երկին գնաց։ Հիսուսը Մարկոս ավետարանը Գործք առաքելոցը նոր կարդացի, Հայտնություն 12:5-ի մեջ ասում է, որ նա վերացավ երկինք, հափշտակվեց երկինք։ Փիլիպոսը սիրելի քույր եղբայրներ, հիշում եք, ներքինին ջրով մկրտեց, եթովպացուն։ Մեկ էլ ասում է, ջրից ասում է դուրս եկավ, ասում է եթովպացին, տեսավ Փիլիպոսը հափշտակվեց։ Վերացավ։ Եվ ասում է այս քաղաքից ասում է Փիլիպոսը վերացավ եւ մի ուրիշ քաղաքում հայտնվեց։ Հիմա ինչպես կարաս բացատրես սա, ես չեմ կարա բացատրեմ։ Ոչ էլ կարա իմ սայենսի դասատուն բացատրի։ Ամեն։ Սա գերբնական մի բան է, որ կատարվելու է նույնը մեր կյանքի մեջ։ Գալիք բարկությունից առաջ Տերը քեզ վերցնելու է երկրի վրայից, ոնց որ Փիլիպոսին, հալելույա։ Պողոս առաքյալը երկրորդ Տիմոթեոս 12-ի մեջ ասում է, չգիտեմ, մի մարդ իր մասին է խոսում, մտքով, մարմնով, թե ոնց ասում է հափշտակվեց երրորդ երկինք, սիրելիներս, ու բաներ տեսավ, ասում է, որ չեմ կարա դրանց մասին ասում է ուղղակի պատմել, սիրելիներս։ Եկեղեցին նոր կարդացի, որ պետք է հափշտակվի, եկեղեցին, եւ Հովհաննեսը Հայտնություն 4:1-ի մեջ ասում է, երկնքում մի դուռ բացվեց ու տեսնում է եկեղեցին երկրի վրայից հափշտակված, Աստծո գայի առջև կանգնած է, հալելույա։
Փառքեր Հիսուսին, փառքեր Հիսուսին։ Պողոս առաքյալն ասում է, որ անօրենության մարդը, նեռը, որը կապված է նեռի հետ, անօրենության մարդը, համաշխարհային ասպարեզը դուրս գալիս եկեղեցու հափշտակությունից հետո, սիրելի քույր եղբայրներս։ Ուրեմն այսպիսի մի բան կա, որ երկրի վրա գալու է, հիշում եք, ասեցի, որ վերջի այդ յոթնակը, 7 տարիները, փորձության, ահավոր տարիները գալու, եւ նեռը գալու է հակա Քրիստոսը երկիր, ամեն, նա գալու է երկիր, սիրելի քույր եղբայրներս, բայց նախքան նրա գալը, Աստված եկեղեցին վերցնում է, ես միշտ ասում եմ, լսեք, եկեղեցին ու նեռը չեն կարող իրար հետ գործեն երկրի վրա, ամեն, որտեվ Հիսուսը պարզ ասեց, այս վեմի վրա եմ կառուցելու իմ եկեղեցին եւ դժոխքի դռները չեն կարա դիմադրեն եկեղեցուն։ Չի կարա, սիրելներս։ Տեսնում եք երկրի վրա ինչքան օրենքներ են ուզում անեն, չի ստացվում։ Եկեղեցին պայքարում է, շուռա տալի գործում է, եկեղեցին։ Տեսեք, եկեղեցին շատ զորավոր է երկրի վրա։ Ես շատերին եմ ասում, այո, եկեղեցում շատ խնդիրներ կան։ Ծառայողների, հովիվների, ընտանիքների, դա հասկանալի է։ Մենք մեծ ընտանիք ենք ու մեծ խնդիրներով, սիրելներս։ Ես կյանքում իմ խնդիրներ ունեմ, իմ դժվարություններ ունեմ, հավատում եմ դուք էլ ձերը, բայց դա եկեղեցին չի փոխում իր ինքնությունից։ Եկեղեցին չի դարձնում ինչ-որ մի ինստիտուտ։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է իր արյունով գնված, որ Տերը շուտով գալու է իր հարս եկեղեցին վերցնի երկրի վրայից, հալելույա։ Եվ տեսեք, նեռը որ պետք է գա երկիր, նեռի գալուց առաջ տեսեք ինչ է կատարվելու երկրի վրա։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս, երկրորդ գլուխ 3-4 խոսքերում այսպես ասում. որովհետև Տիրոջ օրը չի գա, եթե նախ ապստամբությունը չգա, ապստամբության որդին, ու չհայտնվի անօրենության մարդը, կորստյան որդին, այն հակառակորդը, որ գոռոզացած է բոլորի նկատմամբ, որն Աստված կամ պաշտամունքի առարկա է անվանվում, մինչև իսկ նա Աստծո տաճարում կնստի եւ ինքն իրեն ցույց կտա ինչ, թե Աստված է։ Ամեն սիրելներս։ Լսեցիք, սա շատ կարևոր խոսք էր, սա շատ կարևոր խոսք է։ Ասма ապստամբության մարդը, ասма գալու է մի օր ու իրան ցույց է տալու ու հрьяաները տաճարն են կառուցելու, երրորդ տաճարը, սիրելներս, լսեք, երրորդ տաճարն են կառուցում։ Երբ որ երրորդ տաճարը կառուցեն, հիմա երրորդ տաճարը արդեն կառուցման մեջ է, ամեն բան արված է, սիրելներս, հեսա մի փոքր դրա մասին կասեմ, շատ կարևոր բան է, հետո այդ ժամանակ լսեք, խանգարում է ինչ-որ մի բան այս գործին անգամ, տաճարի կառուցման գործին, նեռի գալուն և այս բոլոր բաներին, ասма նա գալու է տաճարի մեջ նստելու է և ասելու է, ես ձեր Աստվածն եմ, և հրյաների աչքերը բացվելու է, նրանք ասելու են Տեր, իրոք, նա որ եկել էր Քրիստոսը 2000 տարի առաջ, Մեսիային մերժել են և մարգարեն ասում է նրանք խորը լաց են լինելու, սիրելի քույր եղբայրներ, ապաշխարելու են, ամեն, և տեսեք խոսքը շարունակում է և ասում է, ինչն է խանգարում նեռը, որ չգա երկիր, և այժմ ասում է դուք ինքներդ գիտեք, թե ինչն է նրան ետ պահում, ամեն, որ այդ հակառակորդը ինքն իրեն հայտնի անի մինչև ժամանակը գա, որովհետև անօրենության այս խորհրդավոր ուժը արդեն գործի վրա է, լսեք, բայց այդ չպիտի հայտնվի մինչև այն ժամանակ, երբ մեջտեղից վերցվի նա, որ այժմ նրան ետ է պահում։ Ով է նա, սիրելներս։ Գիտեք, եկեղեցում աստվածաբանները եկեղեցին այս հարցի շուրջ շատ է վիճում։ Մեկ ասում է նան Սուրբ Հոգին է, մեկ ասում է նան եկեղեցին է։ Ում է գալու վերցնի, այսինքն ասում է նեռը չի կարա գա, մինչև որ հափշտակությունը չլինի։ Ես հավատում եմ, որ նան եկեղեցին է, Սուրբ Հոգին եկեղեցու մարմնի մեջ, հալելույա, ամեն, հալելույա, փառքեր Հիսուսին, փառքեր Հիսուսին։ Դուք պատկերացնում եք եկեղեցին մնա երկրի վրա, Տերը Սուրբ Հոգին վերցնի։ Ինչ կլինի մեր վիճակը, մենք դա եկեղեցի չի արդեն։ Այսինքն նան եկեղեցին, հալելույա, ու Սուրբ Հոգին, հալելույա, ասում է եւ այժմ ասում է նրան ետ է պահում, մենք պայքարում ենք, մեր երեխաներին հետ ենք սովորացնում, կրթում,
LGBTQ այդ ալֆաբետ այդ բան սաղ է դրա դիմաց այդ դիվային բաների դիմաց խոսում ենք, քարոզում ենք, հալելույա։ Ու ասում ենք Տեր Աստված, մինչև վերջել պայքարելու ենք։ Հալելույա։ Հիմա եկեղեցին զորավոր է թե չէ։ Տենում եք եկեղեցին ինչքան զորավոր է, որ ներին ետ է պահում։ Որ նա չի կարում գա։ Չի կարում գա իր գործերը անի երկրի վրա, հալելույա։ Եվ ապա պիտի հայտնվի անօրենը, երբ որ վերցվի նան, որին Տերը Հիսուս պիտի կործանի իր բերանի հոգով, հալելույա։ Սուրբ հոգու զորությունը, հալելույա։ Իր բերանի հոգով եւ պիտի ոչնչացնի ու հայտնությամբ իր գալստյան ժամանակ, հալելույա, Տերը թող փառավորվի։ Սուրբ հոգին գործում է եկեղեցու միջոցով, ասա ամեն։ Սուրբ հոգին գործում է իր եկեղեցու մեջ, հալելույա, փառքեր Հիսուսին։ Այդ վեմի վրա եմ կառուցելու իմ եկեղեցին, ասեց։ Սիրելի քույր եղբայրներս, ամեն, հալելույա, փառքեր Հիսուսին։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Ինչու եմ անհամբեր սպասում Տիրոջ հայտնվելուն, ես անձամբ, սիրելի քույր եղբայրներս, այս հարցը դու քո մեջ դու ասա, ինչու եմ սպասում հափշտակությանը, որ պետք է լինի։ Ամենաառաջի բանը, որ վերջապես մենք նոր մարմին կստանանք։ Վերջապես այս մարմինը կփոխվի, սիրելներ, ամեն։ Վերջապես մենք նոր մարմին ենք ստանալու։ Վերջապես մենք միավորվելու ենք մեր հարազատների հետ։ Մեր ծնողները, հարազատները, երեխաները, ովքեր ննջել են, քույր եղբայրները երկրի վրա, մենք վերջապես միանալու ենք, հալելույա, փառքեր Հիսուսին։ Պողոս առաքյալը ասում առաջի Կորինթացիս 15-ի մեջ, ահա մի խորհուրդ եմ հայտնում ձեզ, բոլորս չպիտի մեռնենք, տեսեք պարզ ասում, բոլորս չենք մեռնելու, ամեն, բայց բոլորս պիտի փոխվենք, հանկարծակի հայտնությունը, հափշտակությունը, հանկարծակի, մեկ ակնթարթում, վերջի փոխի ժամանակ, որովհետև փողը կհնչի մեռելներ հարություն կառնեն առանց ապականության եւ մենք կփոխվենք, որովհետև պետք է որ այս ապականացուն անապականություն հագնի եւ մահկանացուն անմահություն հագնի, թող եկեղեցին ասի ամեն։ Հալելույա, ես սպասում եմ, այս ժամանակա լինելու, որ վերջապես լինելու ենք 100% Քրիստոսի պատկերի նմանության պես։ Արդեն մենք Քրիստոսի պատկերի նմանության պես ենք, սրբված, մաքրված, բայց դեռ մարմնի մեջ ենք։ Բայց այստեղ լինելու է մարմին, անձ ու հոգի 100%, ինչպես Քրիստոսը երևաց, պատերի միջով անցավ առաքյալներին, ինչպես նրանց աչքերի առաջ հափշտակվեց երկինք, մենք էլ լինելու ենք նրա նման, ամեն։ Մենք պետք է հանդիպենք եւ տեսնենք Հիսուսին դեմ առ դեմ։ Այ դրա համար եմ ես սպասում Հիսուսին։ Վերջապես ոչ թե հավատքը գալիս է լսել Աստծո խոսքից, վերջապես դեմ առ դեմ տեսնելու ենք Հիսուսին։ Հալելույա, ես սպասում եմ այդ օրը պետքա գա։ Հալելույա։ Առաջի Հովանու 3:2-ի մեջ ասում է, բայց գիտենք, որ երբ նա հայտնվի, քույր եղբայրներս, նրա նման պիտի լինենք, քանի որ նրան տեսնելու ենք ինչպես որ նա է։ Հոբի գրքի մեջ գրել ասում է, ես այս մարմնի մեջ իմ աչքերով երկրի վրա պետք է տեսնեմ, ասում է Աստծուն։ Պատկերացնում եք, սիրելի քույր եղբայրներ, ես կուզեմ ամեն երգը նորից երգենք, սիրելներս, այս անգամ ամեն ավելի համարձակ ենք երգելու, ամեն, ամեն այս երգից հետո մեր երեխաները մի երկրպագություն ունեն, կուզեմ մտնենք երկրպագության մեջ, սիրելի քույր եղբայրներս, հալելույա, ոտքի վրա, ովքեր որ կարող եք ոտքի վրա, սիրելներս, սիրելի փառավոր Աստված, ես շնորհակալ եմ, որ քո խոսքը այո եւ ամեն է։ Ես շնորհակալ եմ, որ դու կենթանի ես։ Եվ դու ասեցիր մեռելների մեջ ինձ մի փնտրեք։ Սիրելի Աստված, այսօր մենք սպասում ենք, որ դու պետք է գաս երկնքից, խոսքն այսպես ասում։ Ես այսօր ուզում եմ, սիրելի Հիսուս, ինչպես որ 500-ից ավել առաքյալներ, աշակերտները
Նրանք նայում էին քեզ եւ նրանց աչքերի առաջ վերացար։ Երկինք համբարձվեցիր, հափշտակվեցիր եւ ասեցիր. այնպես էլ պետք է գամ։ Ինչպես որ նա ամպերով վերացավ, այնպես էլ մեր Տերը պետք է գա։ Բայց այս անգամ նա գալիս է իր հարս եկեղեցու ետևից։ Հալելույա Տեր։ Մենք օրհնված ենք, որ այս պատիվն ունենք, Տեր։ Մենք օրհնված ենք, Գործք Առաքելոց մեկ այդ հույսը տալիս է մեզ, որ երկրի վրա, Տեր, այն գալիք բարկությունը, որ պետք է լինի, սիրելի Աստված, դու այդ գալիք բարկությունը, այդ բարկության գավաթը թափեցիր քո որդու Հիսուսի վրա, խաչի վրա եւ փրկագնեցիր քո եկեղեցին։ Ես այսօր շնորհակալ եմ, Տեր։ Սիրելի Սուրբ Հոգի, հույսով լցրեմ քույր եղբայրներին։ Հույսով հենց հիմա մեր հույսի խարիսխը գծենք երկինք, Տերը գալիս է շուտով։ Տերը գալիս է իր հարս եկեղեցու ետևից։ Հավատում ենք, Տեր, քո խոսքը այո եւ ամեն է։ Եվ թո եկեղեցին ասի. ամեն ու ամեն։ Ամեն, ամեն, Քեզ